եմ հասկանամ, այսինքն պարլամենտական երկիրը ենթադրում է, որ կուսակցությունը երկու անգամ մասնակցելուց հետո պետք է այլ ընտրությունների չմասնակցի։ Ճիշտ, ես հասկանամ, որ անգրագիտությունը եկեք վերջացնենք այս Այսինքն Նիկոլ Փաշինյանի մասին Նիկոլ Փաշինյանը կամ որևիցե X մարդ, հա, վերցնենք Ռոբերտ Քոչարյանին վերցնենք, եթե իր կուսակցությունը 3 անգամ, էլ չեմ ասում 4-րդ անգամ է հավակնում, 3 անգամ իր կուսակցությունը մասնակցում է, հաղթում է եւ իր ներքին ընտրություններում այդ մարդն է պայմանական քաղաքական լիդերը։ Պետք է զրկենք, ասենք չմասնակցես, մեր օրենսդրությունը այդպես սահմանափակում չունի։ Դուք բերել եք նախագահական Կարելի է վերջացնել։ Դուք բերել եք նախագահական օրինակը, ուզում եք կիրառեք պարլամենտական երկրի օրինակի վրա այն պարագայում, որ նույնիսկ այդ ձեր ասած պարլամենտական երկրի ժամկետները չեն լրացել։ Էլ ինչ պետք է անեք։ Իսկ ն տարով մարդիկ կարող են այլևս։ Ձեր ասածը ենթադրում է, որ եթե համակարգն է պատճառը, որ Սերժ Սարգսյանն հեռացվեց, համակարգը չի, օրենքը, չէ։ Ոչ, Սերժ Սարգսյանը ստախոս, սուտասան եւ հանցագործությունների մեջ մեղադրվող անձնավորություններ, որը որ նախագահական կառավարման ձևը փոխեց, խափեց, ասեց ես էլ չեմ ընտրվելու, չեմ հավակնելու եւ հավակնեց։ Եվ կրկնում եմ, իմ ու ձեր կարծիքից բացի գոյություն ունի օրենք ասում է, որ դուք լրագրող եք եւ ես չեմ կարող խոչընդոտել ձեր հարցազրույցներին եւ գործունեությանը։ Ուզում եմ 10 անգամ ինձ մոտենաք, ուզում եմ 50 անգամ մոտենաք։ Ինչի մասին ենք խոսում։ Ասեմ ավելին, ես ակնկալում եմ, որ 31 թվին նույնպես Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական պայմանագրի տեխնացուն է լինելու։ Հենց որ վերջ ասեք պարլամենտական երկրի բաները նախագահականի տրամաբանության մեջ էլ բան չունեք ասելու, գիտեք որ պարտվել եք, ջախջախվել եք, բերել եք, հա լավ է, որ ինքը բանա, ասենք երրորդ սրոքն է։